Oui, monsieur, oui. Ցույց տամ Հայաստանի հյուպատոսի նստավայրը Չեռնոգորիա, Մոնտենեգրո։ Այո, սա է։ Սա իմ նստավայրն է։ Իսկական Հայաստանի, ոչ թե լկտի կեղծիք Նիկոլ Փաշինյան կոչված։ Ուրեմն տեսեք, հարցը եկեղեցու մեջ չէ։ Հարցը եկեղեցական կոչվածների մեջ է, ես նրանց չեմ պաշտպանում, քաբլիս, ինչ է կոչում, կատարակը։ Հարցը նրանում է, որ Ղախպա Փաշինյանը ուզում է սարքել եկեղեցի ՔՓ-ի մասնաճյուղ, հասկանում եք։ Եվ այս հարցում էլ, ինչպես ասենք, այս բնագավառում, թե եկեղեցու ելնելով անձնական, սեփական լկտի պղտո շահերից, նա այստեղ էլ է պղծելու եւ վնաս է հասցնելու եկեղեցին։ Մի կասկածեք։ Եվ այդպեսով համայն հայությանը։ Եվ գիտեք ինչ ասեմ, ես եմ կարծում, որ սա այն քայլն է, դա շատ քայլեր է արել Տականք Փաշինյանը Հայաստանը կործանելու համար, ինքն էլ գիտեք, բայց սա այն քայլն է, ինձ էլ է այդպես թվում, այո, ես հիմա կասեմ ինչ, որ գցելու է Փաշինյանին փոսը, որից նա չի կարողանա դուրս գալ։ Եվ եթե ես համար մեկ քննադատում, ուր էր Փաշինյանը ես քննադատում էի, ինչպես առաքելական կոչված է եկեղեցին, էլ չասած եկեղեցականների։ Եվ եթե ես քննադատելով եկեղեցին սխալվեմ գոնե մի բառում եւ այլ, գիտեք ես ինչ պատիժը կստանամ, բայց այս ես սրիկան պատկերացնում եք իր խոզհալով, որ խրել է իրան այդ հարցերի մեջ։ Facebook-յան էջում այդ աղոթքից գրել է Երանի աղքատներին, այն էլ ոչ պարզապես հոգով աղքատներին։ Այդ ում ես Երանի տալի Նիկոլ, դու ոչ աղքատ ես, բայց էլ տես է լկտիության աստիճանը։ Հոգով աղքատների հետ էլ ընդհանրապես ոչ գաղափար ունես, ոչ էլ առնչություն, դու вообще դժոխքում ես։ Դե մի հատ հարցրեք այդ աղքուն, ովքեր են դրա հոգով աղքատները, ովքեր են։ Մի հատ հարցրեք այդ Եզի գլուխին, որ գրել է։ Չէ, մի հատ հարցրեք։ Սաղմոսներով, Աստծո անունով ծածկվում է, դու Ղախպա Սրիկա Նիկոլ, որ հրանգել ես ինձ ազդագիր, դու Ղախպա, դու սատկելու ես, էլ պրծում չես ունենա։